Բարև ձեզ, մեր օրյա հրամայականովն է ձեզ հետ։ Ձմեռը կարծես եկել է Լոռու մարզ եւ չի ուզում հեռանալ։ Եվ Լոռու մարզը բազմապրոֆիլ է բնակլիմայական առումով։ Ինչ է սպասվում մեզ աշնանը, ինչ ենք հաշվելու։ Այս եւ նման հարցերի մասին խոսելու ենք Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Թումանյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար եւ նախ խոսենք Լոռու մարզում գյուղատնտեսության ամենատարածված ճյուղերը որոնք են եւ որքան են դրանք մրցունակ այսօր։ Ձեզ եմ շնորհակալ հրավերի համար նախ առաջինը, երկրորդը Լոռու մարզը դուք հենց նոր նշեցիք, որ բնակլիմական պայմանները բազմատար են, հետեւաբար նաեւ գյուղատնտեսության ճյուղերն էլ մարզի մի ծայրից մյուս ծայրը բազմատար են զարգացած։ Այսինքն մենք ունենք զարգացած եւ անասնապահությունը, եւ դաշտավարությունը, եւ ինչ-որ չափով այգեգործությունը, գրեթե բոլոր ճյուղերը զարգացած են։ Արդյոք մրցունակ են դրանք այսօր։ Որտեղ որ կիրառում են նորագույն տեխնոլոգիաները, բնականաբար մրցունակության տեսակետից առաջատար են համարվում, որոնք որ հին ավանդական ձևերով են մշակությունը իրականացնում, արդյունավետության փոքր-ինչ զիջում են, կարելի է ասել։ Այսօր գյուղատնտեսական աշխատանքները ինչ փուլում են եւ ինչ ազդեցություններ կունենանք աշնանը։ Իրականում գյուղատնտեսական աշխատանքները մի փոքր սովորականից կարելի է ասել մի փոքր ուշ ենք սկսել այս տարի, հենց եղանակային պայմաններից ելնելով եւ ընթացքն էլ մի փոքր դանդաղում է բարձր խոնավության պատճառով։ Հիմա հիմնականում ցանքը արդեն իսկ իրականացված է, մի փոքր մասն է մնում, որպեսզի իրականացնեն։ Մի քիչ տուժում է պարարտացման գործընթացը, քանի որ եղանակային պայմանները թույլ չեն տալիս, որպեսզի լիարժեք process-ը իր ընթացքի մեջ մտնի եւ ավարտին հասնի։ Այ եղանակային պայմանները որքանով են բարենպաստ եղել նախորդ տարի եւ եթե համեմատում ենք նախորդ տարվա հետ, արդյոք այս տարի խնդիրներ կունենանք, թե հնարավորություն կլինի դա ծածկել գյուղացին հմուտ է այդ առումով։ Իրականում հմուտ են, արդեն իսկ սովորել են պայքարել եւ եղանակի դեմ են պայքարում եւ ընդհանրապես կարողանում են հայթայթման դեմ հայթայթում են իրենց անհրաժեշտ պարագաները, պայքարի process-ը գյուղացիների համար մշտապես էլ առկա է, գյուղատնտեսությունը ինքը պայքար է համարվում եւ շատ ռիսկային է, համեմատած նախորդ տարիների հետ, այսպես ասեմ, անցած տարի էլ երևի թե նույն ժամանակաշրջանում էլի սկսել ելնելով եղանակային պայմաններից, ի տարբերություն անցած տարվա, մենք ուղղակի մի քիչ ունենք կարկտահարման գործընթացները, նախորդ տարի, այս տարի փառք Աստծո դեռևս նման խնդրի չենք բախվել բնակլիմական պայմաններից, անցած եւ այս տարի նույնատիպ ձևով է գնում բնակլիմական պայմանները եւ ցանքի ընթացքը։ Սովորաբար կարկտահարությունները մեր մարզում մայիսին են լինում, կա այդպիսի ժամանակահատված, որ սովորաբար կրկնում են։ Մայիս, հունիս, մինչև հուլիսի կես։ Հիմնականում այդ ժամանակահատվածն է կարկտահարության համար։ Իսկ մեր հակակարկտային կայանները հնարավորություն տալիս են պաշտպանվելու, որոշակիորեն պաշտպանվելու, թե դրանք արդեն ժամանակավրեպ են, ինչպես է պայքարը իրականացվում։ Հակակարկտային կայանները մարզում կան, բնականաբար, բոլորը գործարկվում են։ Պայքարի միջոցը այսպիսին է, թե որքանով է դա ծածկում տվյալ տարածքը, որովհետև յուրաքանչյուր հակակարկտային կայանը ինքը նախատեսված է 80-ից 100 հեկտար տարածքի համար, հետո այստեղ նաև կապ ունի, թե ամպը ինչ բարձրության վրա է ձևավորվում։ Ներկայիս գործող հակակարկտային կայանները ցանկացած բարձրության ամպերի դեմ պայքարել չեն կարող, կա որոշակի բարձրություն, որի դեմ իրենք կարող են պայքարել, բայց երբեմն ամպերը ձևավորվում են շատ բարձր տարածքներում, որի դեմ պայքարելը բավականին դժվար է լինում։ Ընդհանուր առմամբ, եթե բոլոր միաժամանակյա տվյալ տեղանքում գործում են, բավականաչափ արդյունավետություն ունենում է, համենայն դեպս դրա մասին են հավաստում բնակիչները։
Շատ լավ, եւ պետության գործառույթը այ գյուղատնտեսության ոլորտում սկսվել են գյուղատնտեսական աշխատանքներ, գարնանային աշխատանքները եւ գյուղացին սովորաբար վառելիք, պարարտանյութ, սերմացու եւ այլն, իսկ այսօր հատկապես ինչ աջակցություն է նախընտրում, արդյոք այդ ավանդական դարձած քայլերը այսօր արդիական են եւ պահանջարկը կա դրանց, ինչ է արվում պետության կողմից։ Դե քայլերը ոչ միշտ են, որ ավանդական են, մշտապես ունենք մենք էկոնոմիկայի նախարարության կողմից կառավարության որոշումով մշակված պետական օժանդակության ծրագրեր գյուղատնտեսության ոլորտին առնչվող, որոնք մշտապես ամեն տարի լավարկվում են, փոփոխության են ենթարկվում յուրաքանչյուր տարի, դա փոփոխության է ենթարկվում, որովհետև տեսնում են, որ նախորդ տարի ինչ թերություններ ա եղել այդ ծրագրում, փոխվում է, նորացվում է, թարմացվում է եւ նոր ծրագրեր ենք ունենում, այս պահի դրությամբ շուրջ 15 պետական օժանդակության ծրագրեր ունենք գյուղատնտեսության ոլորտին առնչվող, որոնցից մեկը նույնիսկ 4 ենթածրագիր է իր մեջ պարունակում, այսինքն կարող ենք ասել գրեթե 20-ի հասնող ծրագրեր են իրականացվում մեր պետությունում եւ դրանք բոլորն էլ տարբեր տնտեսվարողների համար աջակցություն են հանդիսանում պետության կողմից։ Ծրագրեր ունենք, որը որ կարելի է ասել մասսայական օգտվում են ծրագրից, արդեն 2-3 տարի շարունակ բուսաբուծության օժանդակության ծրագիրը դա գարնանացանի համար կլինի, աշնանացանի համար կլինի, որը մեծ աջակցություն է համարվում գյուղացիների համար եւ դա նաեւ նպաստում է մշակվող հողատարածքների ավելացմանը։ Եթե տեղայնացնում ենք Լոռու մարզում այդ ծրագրերը, գյուղացու համար հատկապես հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը որոնք են, օրինակ շատ ունենք արդեն խելացի անասնագումեր, իսկ խելացի այգիներ, ջերմոցներ, այդ նման ծրագրերից որոնք են ավելի շատ գյուղացուն ձգում, այսպես ասեմ, հետաքրքրում։ Ծրագրերը գյուղացիներին բոլորն էլ հետաքրքրում են, այստեղ կարող է խնդիր լինել ֆինանսի չափի, ներդրման չափի մեջ, թե որը որին հասանելի կլինի։ Մեր մարզում առավել շատ այդ ընդհանրական տվյալներով, որը որ մենք տարվա ամփոփման ժամանակ ստանում ենք, ընդհանրական տվյալներով շատ օգտվում են հիմնական պետական օժանդակության ծրագրերից, սարքավորումների ձեռքբերումը, տեխնիկայի ձեռքբերումը, լիզինգի ճանապարհով, սրանք առաջատար են ծրագրերից։ Իհարկե հաշվի չենք առնում նրանք, որոնք որ մասսայական են օգտվում, օրինակ բուսաբուծության աջակցության ծրագիրը դա հասանելի է բոլորի համար եւ մեծամասնությունն են օգտվում, դա չենք դասակարգում այդ հիմնական ծրագրերին, որովհետեւ ասենք դա փոքր աջակցություն է գյուղատնտեսության համար, հիմնարար չի, դա տվյալ տարվա համար է։ Իսկ ասենք օրինակ լիզինգի ճանապարհով ձեռք բերված տեխնիկան դա մի քանի տարի շարունակ իր համար աջակցություն է հանդիսանում։ Եվ դրանք ամենաառաջատարն են։ Ինչ վերաբերվում է այգեգործությանը, ջերմատնային տնտեսությանը, մեր մարզը կարելի է ասել զիջում է շատ մարզերի, Արարատի մարզին, Արմավիրի մարզին այդ ծրագրերի շրջանակում, դա ելնում է բնակլիմայական պայմաններից։ Մեր մոտ այգեգործությունը ավելի շատ զարգացած է Ալավերդու տարածաշրջանում, մնացած տարածաշրջաններում մենք տենց մեծ այգիներ չունենք, որը որ տեսանելի լինի փոքր չափերով, ինչ որ մի քանի հազար քառակուսի մետր կարող են լինել, բայց դա որպես այգեգործական տնտեսություն մենք չենք կարող համարել։ Ջերմատնային տնտեսությունն էլ էլի պայմանավորված է բնակլիմայական պայմաններով, մեր մոտ ցուրտ օրերի քանակը շատ է լինում, առհասարակ եւ ջերմատունը գործարկելը դա բավականին ծախսատար է եւ մեծ ներդրում է պահանջում ինքը։ Փոքր ջերմատներ կան, բայց դա մեծ արդյունավետություն չի կարող ապահովել, այն ինչը որ օրինակ կարող ենք տեսնել Արարատի մարզում, Արմավիրի մարզում, Լոռու մարզում, այդպես մեծ ջերմոցային տնտեսություն մենք չենք կարող տեսնել, որը մեծ արդյունավետություն կարող է ապահովել։ Դա բավականին ծախսատար է, ներդրումը շատ պետք է լինի եւ ռիսկային է ինքը, որովհետեւ հիմա էլ օրինակ տեսնում ենք մինչև սպահնել, էլի ինքը ջեռուցման կարիք կարող է ունենալ, որպեսզի կարողանաս ապահովել այնտեղ որևէ բույսի աճեցումը։ Եվ ի տարբերություն ձեր նշած տարածաշրջանների, որոնք հարուստ են այգեգործությամբ, մենք հարուստ ենք անասնապահություն, կարտոֆիլագործություն, չէ, եւ ավանդական մշակաբույսերից անցում դեպի ավելի նոր տեսակի մշակաբույսերի կա այդ տենդենսը մեր մարզում, մեր գյուղատնտեսության մեջ։ Մեր մարզում
որ ասեմ, տենց մի անգամից մենք անցել ենք ավանդականից ոչ ավանդական մշակաբույսերի, բարձրաժեք մշակաբույսերի աճեցման գործընթացի, միանշանակ այդպես չենք կարող ասել, մեր մարզը ինքը համարվում է հացահատիկ արտադրող մարզ, մեր ցանքատարածությունների 50-60%-ը մենք հացահատիկ ենք արտադրում եւ բնակչության մեջ, տնտեսվարողների մեջ մտցնելը, որ դա պետք է փոխվի, քանի որ իր արդյունավետությունը ավելի ցածր է, կարող է բարձրաժեք մշակաբույսեր մշակել, ավելի շատ արդյունավետություն եւ եկամուտ ստանալ, այդ անցումը մեր մոտ բավականին դանդաղ է գնում։ Շատ դանդաղ ընթացող process է, որովհետև մեր հասարակության մոտ, մեր մարզում շատ արմատական է, որ մենք հացահատիկ ենք միշտ աճեցրել ու դա շատ կարևոր է մեզ համար, իրականում հացահատիկը շատ կարևոր է մեզ համար, դա պարենային անվտանգություն է ապահովում նաև, փորձարկումներ օրինակ անում են թեկուզ հացահատիկի մասով տարբեր սորտեր են աճեցնում, դա եւս ես համարում եմ առաջընթաց եւ նորարարություն մեր մարզի համար, բայց բարձրաժեք մշակաբույսերի մշակությունը մեծ ծավալ չի կազմում այնուամենայնիվ։ Եվ մեր հասարակության մեջ, հատկապես գյուղական շրջանների բնակչության մեջ մեծ տարածում ունի օրինակ ոչ սեփական տարածքների մշակումը, հա, անտառային տարածքներ են մարդիկ սեփական նախաձեռնությամբ սկսում մշակել, գետերի հուներին հարակից տարածքներն են սկսում մշակել եւ իրենց համար գյուղատնտեսական նպատակների ծառայեցնել։ Տարածված բան է եւ դրա դեմ պայքար կա, թե ուղղակի մարդիկ լավ գործ են անում ու մենք թույլ ենք տալիս դա։ Չեմ ասի, որ դա տենց շատ տարածված է, հատկապես նախորդ տարվա մեր մարզում տեղի ունեցած աղետից հետո, երբ որ մենք շատ խնդիրների բախվեցինք, բնակիչներն էլ տեսան, որ համապատասխան նպատակային նշանակություն չունեցող հողերում այլ աշխատանքներ իրականացնելը հետո բազմաթիվ խնդիրներ է առաջացնում եւ հնարավորինս վերջին 2 տարում խուսափում են նմանատիպ գործընթացներից, որովհետեւ դա անարդյունավետ է լինում արդյունքում։ Իհարկե կան հողային խնդիրներ համայնքներում, որտեղ հողի նշանակություն պետք է փոխվի որևէ աշխատանք իրականացնելու համար, մենք ունենք վարելահողեր, որոնք որ ասենք սեփականատերը կարող է այստեղ չլինել եւ դա որպես խոթարկ օգտագործվել, սրանք խնդիր են հողի համար, բայց համայնքները հնարավորինս փորձում են աստիճանաբար նմանատիպ խնդիրները վերացնել։ Դա միանգամից չի լինի, որովհետև հողի նշանակություն պետք է փոխվի որոշ տեղերում, սեփականատերի համաձայնություն պետք է ստանան որոշ փոփոխություններ անելու համար, սա տևական process է ավելի շատ։ Անդրադառնանք նորից Ալավերդիում ջրհեղեղի դեպքերին, այո, իսկապես մենք տեսանք, որ այստեղ նաև քաղաքացիները լուրջ խնդիրներ էին առաջացրել հենց իրենց այդ նախաձեռնությամբ մշակովի հողատարածքներ ստեղծելու առումով։ Բացի դրանից, մարդը կորցրել է, այնուամենայնիվ աշխատանք է տարել տարիներով եւ կորցրել է այդ հողատարածքները կամ անասնագոմը, որտեղ պահվող անասունները գրանցված չեն եղել եւ այնուամենայնիվ ինքը կորուստ ունի եւ պահանջատեր է։ Որքանով է կարեւոր այսօր մեր ինքնագիտակցության բարձրացումը այս պարագայում, որպեսզի քաղաքացին հասկանա այնինչ ունի պետք է գրացված լինի, որպեսզի ապահովագրված լինի, որպեսզի պետությունը նաև որոշակի պատասխանատվություն կրի Աստված մի արասցե բնական աղետների դեպքում։ Ինքնագիտակցության բարձրացումը դա այսօր ինֆորմացիան բավականին բազմատար տեղերից կարող են ստանալ առհասարակ։ Մենք սովորաբար, երբ որ հաճախ մենք լինում ենք բնակիչների հետ հանդիպման, մենք ծրագրերի մոնիտորինգն ենք իրականացնում եւ դրան զուգահեռ նաեւ իրազեկում ենք իրենց ապահովում, որպեսզի իրենք տվյալները հստակ տան իրենց համայնքներին, որ խուսափեն խնդիրներից։ Այդ ձեր նշած աղետը բավականին մեծ դաս եղավ բոլորի համար էլ, որ իրենց ունեցած տնտեսությունները պետք է անպայման պետության հետ հաշվի նստի, գրանցված լինի, որ հաշվառված լինի, որ արդյունքում իրենք չտուժեն
ավելի շատ իրենք են տուժում։ Պետությունը հնարավորության սահմանում ամեն տարբերակով, ինչ տարբերակ որ հնարավոր էր, թեկուզ փոքր աջակցությունը ցուցաբերել է անկախ ամեն ինչից, բայց նաև պետք է բնակիչներն էլ պատասխանատվություն կրեն, որ պետության հետ որոշակիորեն հաշվի նստեն։ Մենք այս պահին գյուղատնտեսության մասով ունենք էլի ծրագրեր, դա կենդանիների, այս պահին ունենք կենդանիների սերմնավորման ծրագիր, հիմա ունենք արդեն իսկ նոր գործարկվող կաթի գնի սուբսիդավորման ծրագիր, որոնք որ օրինակ կապվում են կենդանիների հաշվառման հետ։ Կենդանին պետք է հաշվառված լինի, որ նմանատիպ ծրագրից բնակիչը կարողանա օգտվել։ Չհաշվառված կենդանու դեպքում, եթե կենդանին գրանցված չի անիպաս համակարգում, ինքը այդ ծրագրից չի կարողանալու օգտվել։ Սա էլ արդեն իսկ որոշակիորեն բերում է իրենց հաշվետվության դաշտ, այսինքն փոքր քայլերով մենք փորձում ենք բնակիչներին տեղափոխել ավելի գիտակցված մոտեցում իրենց տնտեսություններին, որովհետև սա առաջինը իրենց է անհրաժեշտ իրականում։ Երբ որ ասում ես, որ կենդանին պետք է հաշվառվի, մտածում են, որ իրենք նպաստից պետքա զրկվեն կամ ինչ-որ մի բանից, բայց այդ նպաստը այսօրվա դրությամբ ավելի քիչ գումար է, քան իրենք որ ստանալու են աջակցության ճանապարհով, որը որ ավելի արդյունավետ է իրենց համար։ Այո, քաղաքացին, եթե ունի հնարավորություններ եւ ներդրումներ, պետական աջակցության ծրագրերը շատ ավելի մեծ կարող են լինել, չէ՞, նման գյուղատնտեսների համար։ Այդ առումով, եթե գյուղացին ներդրում չի կարողանում անել, ինչպիսի աջակցություն կարող է ստանալ Գյուղատնտեսության մասով, եթե ներդրում չի կարող անել, անասնապահություն, հողագործություն։ Հիմա այս պահի դրությամբ կոնկրետ եթե կենդանին հաշվառված է, այդ կաթի գնի սուբսիդավորման մասով, քանի որ այս սեզոնին կաթի գինը մի քիչ նվազում է, պետությունը իրագործում է այդ ծրագիրը յուրաքանչյուր կենդանու հաշվարկով 2-ից ավել կենդանու դեպքում ամեն կենդանու համար 15,000 դրամ փոխհատուցում է տրամադրում տարվա կտրվածքով։ Սա իր համար առանց ներդրման գործընթաց է, իր ներդրումը պետք է լինի այն, որ իր կենդանին ուղղակիորեն հաշվառված լինի ընդամենը։ Սա վերաբերում է խոշոր եղջերավորներին։ Սա բավականին մեծ աջակցություն է։ Հողագործության մասով այնուամենայնիվ իրենց մի փոքր ներդրումը դրան պետք է, որովհետև իրենց հողում աշխատանք անելով իրենք փոխհատուցում են ստանում 50%, կատարած աշխատանքների 50%-ի չափով հաշվարկված է դա իրենց վարի ցանքի գյուղատնտեսական աշխատանքների պարարտացման եւ բերքահավաքի համար հաշվարկ արված է եւ դրա 50%-ն պետությունը իրեն փոխհատուցում, այսինքն ինքը որոշակիորեն ներդրում պետք է ունենա։ Այնուամենայնիվ ես մնում եմ այն համոզման, որ եթե տնտեսվարողը ինքը ներդրում չի ունենում, իր տնտեսության մեջ ջանացավ չի լինում ամենայն դեպս։ Այսօր որքանով է կարևոր առողջ սնունդ, թե արագ աճեցված, պարարտացված սնունդ։ Այսօր մեր երկրում որն է ավելի շատ տարածված։ Կարևորվում է առողջ սննդի արտադրությունը իրականում։ Պարարտացումը պետք է լինի, բայց դրանք պետք է լինեն չափավոր եւ չափի մեջ։ Մենք ունենք պարարտացման տարբեր տեսակներ, դա կարող է լինել քիմիական պարարտացում, դա կարող է լինել կենսաբանական օրգանիզմների միջոցով, օրգանական պարարտացում պետք է կարող է լինել, դա տնտեսվարողը ինքն է ընտրում պարարտացման իր մեխանիզմները։ Շատ ժամանակ կարող ենք մենք գյուղացուց լսել օրինակ, որ այս սնունդը իրենց ուտելու համար է, այս էլ վաճառքի համար է նախատեսված, այստեղից կարող ենք եզրակացնել, որ այստեղ պարարտացումը շատ է տրված, քիմիական պարարտանյութերի քանակությունը շատ է, այնտեղ որ իրենք պետք է օգտագործեն, իրենց պարարտացումը ասենք քիչ է արված կամ առհասարակ կարող է պարարտացում արված չլինել։ Այստեղ տարբերակում կարող է լինել օրգանական պարարտացման եւ անօրգանական պարարտացման միջև, բայց օրգանական պարարտացումը բավականին բարդ process է, ոչ թե բարդ process է, այլ աշխատատար process է ինքը, որը տանում է օրգանիկ արտադրության, ծախսը ավելի շատ է լինում, ինքնարժեքը ստացված արտադրանքի ավելի է բարձրանում։ Կապված է թե ինչը կարող են իրենք սպառել։ Սա սպառման հետ խիստ առնչվող է, ինչի պահանջարկը որ կա, դա էլ արտադրվում է իրականում։ Իսկ մեր գյուղացին այսօր սպառելու իր ստացած մթերքը, գյուղ մթերքը սպառելու խնդիր ունի։ Սպառելու խնդիրը յուրաքանչյուր տարի տարբեր է լինում, որովհետև դա էլ է պայմանավորված գիտակցության հետ։
Հիմա մենք կարող ենք այս տարի ես օրինակի համար եմ ասում, մենք իհարկե մարզում կարտոֆիլի պահանջարկի խնդիր երբեք չենք ունենում, միշտ էլ ավելցուկ ենք ունենում, բայց եթե մի տարի կարտոֆիլը քիչ է մշակվում, պահանջարկը մեծանում է, հաջորդ տարին գերարտադրություն է լինում։ Եվ ցանկացած մշակաբույսի պարագայում այդպես է լինում։ Մի մշակաբույսի այս տարի պահանջարկը շատ է, հաջորդ տարի այնքան շատ է լինում, որ արդեն գերարտադրություն է համարվում, կուտակում առաջանում։ Դա դեռևս համակարգված չէ, բայց պետությունը դիտարկում է process-ներ այդ արտադրության սպառման գործընթացը կազմակերպելու համար, որպեսզի գյուղացին ինքը համարվի միայն արտադրողը, սպառման հետ ինքը գործ չունենա, սպառումը այլ ոլորտ իրականացնի։ Դա ուղղակի դեռ վերանայման process-ում է, ինչպես պետք է կազմակերպվի։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, հիշեցնեմ, որ մեր հյուրն էր Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը։ Ձեզ նույնպես շնորհակալ ենք, ստեսություն ձեզ։ Thank you.